Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի ներկաներ, արժանապատիվ հայր, նախ կուզենայի շնորհավորել բոլորիս սահմանադրության օրը, չնայած առաջին անգամ է այս նոր պայմաններում, երբ սահմանը առաջին անգամ չի, երկրորդ տարին է, բայց առաջին անգամ ենք այս կարգավիճակում միմյանց շնորհավորում այսպիսի կարևոր տարեթվի կապակցությամբ։ Պետք է նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամեն օր լսում ենք, որ Արցախի հարցը փակված է, բայց պետք է արձանագրենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայազտման ողբերգական իրողություններից հետո առաջ եկավ նոր ճգնաժամ մարդասիրական, առանց որի հետևանքները լուծելու իրականում հնարավոր չէ պատկերացնել խաղաղությունը, որտեղ խաղաղությունը պետք է հիմնված լինի որոշակի նախադրյալների վրա։ Եվ քանի դեռ կան երկու հիմնարար պայմաններ, որոնք լուծված չեն, արցախցիների իրենց հայրենիք հավաքական վերադարձի իրացումը եւ մինչ այժմ Բաքվում պահվող գերիների, այդ թվում նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարության պանդավորումը դժվար է իսկապես խոսել խաղաղության հնարավորության մասին, համենայն դեպս իրական խաղաղության, այսպես ասենք։ Հավաքական վերադարձի իրավունքը բոլոր բաներով հանդերձ, իրավունքներով հանդերձ պետք է պատկերացնել այս ենթատեքստում, այսինքն վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական եւ արժանապատիվ։ Արժանապատիվ, այսինքն իրենց ինքնորոշման իրավունքի իրացումով հանդերձ։ Վերադարձ այն սկզբնական պահին, երբ որի պայմաններում հնարավոր չէր այնտեղ մնալ, իհարկե պատկերացնելի չէ։ Արդարադատության միջազգային դատարանը իր 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ հստակ արձանագրել է այդ իրավունքը։ Սակայն խոսքը չպետք է լինի անհատական վերադարձի մասին եւ այս հարցով չպետք է մանիպուլյացիաներ կատարվեն տարբեր ուժերի կողմից եւ մենք պետք է հենց հանդես գանք հավաքական վերադարձի խնդրի շուրջ։ Ինչ խնդիրներ ունենք այսօր։ Հավաքական վերադարձը ներկայիս առումով իհարկե իրատեսական չի։ Անվտանգության բացակայության պայմաններում առանց հստակ միջազգային երաշխիքների արցախայցյան հավաքական վերադարձը հավասարազոր է ինքնասպանությամբ եւ սա բոլորիս համար հասկանալի է։ Գիտենք, որ անկախ այն ամենից, ինչ է Ադրբեջանը այսօր քարոզում, իրականությունը չի փոխվում, Ադրբեջանում հայատայության քաղաքականությունը շարունակում է բոլոր մակարդակներում, մանկապարտեզից մինչև դպրոցական դասագրքեր եւ ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարություններ։ Մյուս կողմից Ադրբեջանի կողմից շատ հստակ կերպով ավերվում են հայկական բնակավայրերը, նրանք, որոնք չեն ավերվում, բնակեցվում են շատ հստակ եւ ազատ կերպով Ադրբեջանը ինտերնետ կայքերում այս մասին հայտարարում է, բնակեցվում են եւ ամեն ինչ արվում է նաեւ մեր պատմական մշակույթի ոչնչացման հարցում։ Այսինքն Ադրբեջանը ամեն կերպ ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձ այլևս չլինի։ Ամեն կերպ փորձում է ջնջել նաեւ հայկական հետքը Արցախի։ Անկախ նրանից, թե միջազգային ատյանների համար Ադրբեջանը ինչ հայտարարություններ է անում, ասելով, որ ինքը պատրաստ է ընդունել արցախցիներին հետ, եթե ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, որը իհարկե արցախցիների համար չի կարող ընդունելի լինել։ Մյուս կողմից Հայաստանում նույնպես կան այս հարցի լուծման համար ահագին խոչընդոտներ, քանի որ պաշտոնական Հայաստանը Արցախի հարցը փակված է համարում։ Եվ յուրաքանչյուր ոք, ով հակառակն է պնդում, սպառնալիքի տակ է դնում արդեն իսկ Հայաստանի անվտանգությունը, համենայն դեպս այսպես է պաշտոնական խոսույթը։ Այսինքն սրատակ ենթադրվում է, որ արցախցիները թողել եկել են իրենց հայրենիքը, կարծես ինքնական, եւ պետք է համակերպվեն այս նոր իրողության հետ, պետք է բնակություն հաստատեն Հայաստանում եւ աշխատանք գտնեն, շարունակեն ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Այլ կերպ ասած, Արցախը կարծես թե այսօրվա այսպես չակերտավոր խաղաղության գինն էր։
Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը նույնպես այս հարցի շուրջ կարծես իր լուր համաձայնությամբ, երբեմն նաև խրախուսանքով պաշտպանում է երկու կողմերի միջև ընթացող ճակերտավոր խաղաղության բանակցություն ամրագրումը։ Հարցը կարծես թե բոլորի համար արտաքին աշխարհի Հայաստանում մի որոշ մասի, ինչպես նաև Ադրբեջանի համար լուծված է։ Բայց արցախցիների համար հարցը չի կարող լուծված լինել եւ հենց այդ պատճառով է, որ ստեղծվել է Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որը հանձն է առել արտաքին ճակատում բարձրաձայնել այս խնդիրները եւ փորձել որոշակի հաջողություններ արձանագրել աշխատելով ինչպես միջազգային կառույցների հետ, միջազգային զլմների հետ, ինչպես նաև խորհրդարանական եւ միջխորհրդարանական արկա կապերի միջոցով։ Մյուս հարցը, որ Արցախի հանձնախումբը միշտ բարձրաձայնում է իր տարբեր հանդիպումներում եւ որպես պայման է առաջ քաշում, դա իհարկե մեր հայրենակիցների, ազատազրկված հայրենակիցների հարցն է։ Նրանց կալանավորումը եւ շնչու դատվարությունները խստորեն խախտում են Ժնևի կոնվենցիաները եւ չպետք է թույլ տանք, որպեսզի այս մարդկանց ներկայացվեն որպես հանցագործներ, քանի դեռ իրականում իրենց ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ կյանքի պաշտպաններն են եղել եւ կատարել են այն ամենը, ինչ որ իրենցից կախված է եղել։ Եվ Արցախի նախկին նախագահների, պետնախարարի զինվորական հրամանատարության բանտարկությունը պետք է դիտարկենք որպես քաղաքական վրեժխնդրություն եւ փորձենք բոլոր միջոցներով այնպես անել, որ իրանք ճանաչվեն միջազգային հանրույթի կողմից որպես քաղբանտարկյալներ։ Շարքային զինվորների եւ քաղաքացիական անձանց պահելը նույնպես ինչպես գիտենք, Ադրբեջանը օգտագործում է քաղաքական դիվիդենդներ շահելու համար, երբ որ այդպիսի պահը գա։ Եվ այսպիսի պայմաններում իրականում շատ դժվար է խոսել վստահության մթնոլորտի մասին, որի շուրջ կարծես տարիներով աշխատանքներ էին տարվում մինչ 2020 թվականի պատերազմը եւ հիմա էլ կարծես ինչ որ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, եթե կարելի է դա այդպես կոչվել, փորձում են այն տպավորությունը ստեղծել, որ ժողովուրդների միջև այսօր կարելի է հաստատել խաղաղություն։ Ահա այս բարդ պայմաններում է, որ հանձնախումբը ստիպված է գործել, երբ մի կողմից Հայաստանում հարցը փակված է, մյուս կողմից Ադրբեջանը այն լուծված է համարում, միջազգային հանրությունն էլ ելնելով իր շահերից կարծես թե սատարում է այդ գործընթացին։ Չնայած չպետք է մոռանալ, որ այդ նույն միջազգային հանրությունն էր, որ մի քանի տարի առաջ ընդամենը առաջարկում էր, որպեսզի մենք գնանք Ադրբեջանի հետ ինտեգրվենք եւ համակեցությամբ այսպես ապրենք։ Բավականին անելիքներ կան իհարկե եւ կարող է թվալ, որ միայն հարցը բարձրաձայնելով շատ տեղ չենք հասնի, բայց հանձնախումբը չի բավարարվում միայն հարցը բարձրաձայնելով, չնայած պետք է նշեմ, որ իրականում Արցախի հարցը օրակարգում պահելը մեր դեպքում ավելի շատ միջազգային հարթակներում շատ կարևոր է, որովհետև այն կարևոր է նաև Հայաստանի ապագայի համար, ոչ միայն արցախցիների համար, ինչու, որովհետև սա կարող է օգտագործվել նաև որպես լծակ հետագայում բանակցային գործընթացում, որպես գործիք ինչ որ բանի հասնելու, ինչ որ ելակետային դիրքեր ուժեղացնելու համար, այսպես ասենք։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ինտեգրման եւ խաղաղասիրության թեզը առաջ տանել եւ մեր գործն է որպեսզի դրան հակազդենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պետք է հասկանանք, որ իհարկե ներկա պայմաններում անհնար է լուծել հարցը, երբ խաղաղության պայմանագիրը, որը ստորագրվում է էթնիկ զտման եւ պատանդառության հիմքի վրա, չի կարող լինել կայուն եւ լեգիտիմ։ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, այն հիմնարար իրավունքների խնդիր է եւ արդարադատության հարցը, որը վաղեմության ժամկետ չունի։ Եվ համենայն դեպս ինչքան
կա Արցախցին եւ այստեղ նաեւ մի կարեւոր հանգամանք նշեմ, որ արցախցիների հավաքական արցախցիների հանրույթը պահելը նույնպես շատ կարեւոր է, որպեսզի չցրվեն արցախցիները, գոնե եթե չենք կարողանում ֆիզիկապես նրանց մի տեղում պահենք, փորձենք վիրտուալ իրականության մեջ որևէ այլ լուծում գտնել, որպեսզի միջազգային հարթակում հանդես գանք ոչ թե որպես ինչ որ փախստականների խմբի իրավունքները ներկայացնող, այլ որպես իրավական կողմ, իրավական սուբյեկտ։ Դրա համար նաև անհրաժեշտ է պահպանել իհարկե Արցախի պետական ինստիտուտները։ Եվ պետք է մտածենք իհարկե այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, որը չպետք է սահմանափակվի զուտ արցախցիների ուժերով, քանի որ ցավոք սրտի այդ ներուժը Արցախը միայնակ չի կարող իր վրա կրել։ Այսքան։